Բարև եղբայր։ Այդ ինչ ես վանացել։ Ամոթ հարցում է։ Ինչ կա, ինչ է կարում։ Ֆրանսիական բլոկ։ Ով առաջ։ Այդ երկար։ Ում եմ ձեզ եմ փոխարինում։ Ով ես նստած։ Նստեք։ Բայց ամբողջը չեմ խաղալ։ Կարծեցի։ Հա, լավ խառնել։ Դե նստեք որ շարունակեք։ Ոնց եք նստած։ Հա, դա շարունակեք։ Չէ, որ շարունակեք։ Հա, Ձեզ որ խնդրեմ, ստեղ կազմեք ես։ Բաժանողից է։ Հիմի քանի որ դեմ ընտրություններ ա, մենք բոլորը կրվում ենք, բոլորը բանը։ Ընտրությունները կրվում։ 10 խաչ, ագրավը 11։ Ասմա ետ։ Ասել սենացեն են փոխ։ Միադավեր մեծ պարզեշկը։ Ոչ 4-ի։ Մի կրկնա 4 Սիրտը կապու։ Ես որ փոքր եմ պիտի չնայեմ։ Բա վարշապետ, վարդատը չան։ Չեն նկարվեն մեկ չէ։ Իրեք հատել դուր։ Իրեք հատ։ Ես է 4-րդ էլի։ Ես նոտայով եմ։ Ես չեմ խաղալ, ես այն չեմ։ Շատ ագրեսիվ ստացվում։ Ու էլ ապրեսու չեմ բացել։ Եթե կարան պարոն Փաշյան բոլոր տեղն ասեք։
Ես 54 տարեկան եմ, խավախտանի ասել եմ 30 քառակուսի հողատարած տվեք, տնակ եմ առել, դոմի, որին Հիմա կարգավորումները հենց են, որ Ստեղ, հոգը դոմիկ է 9 մետրանոց, տնակը, որ ապրի մեր էխեն, 3 երեխա ես ունեմ տեղ չսոքուներում, դա առանձին սոցիալական հարցա։ հա, անի ես դիմել եմ, ընդունել է ինձ քաղաքապետը շատ սիրով ընդունել եմ, շաղանտումանի, ասես մի կարին է, սնեմ 20 քառակուսի, որ միակ դոմիկ տնես կոտեժների կողմ Դիմումը կկարդամ, բայց հիմա քանի որ ընտրական ոչ մի բան չեմ կարող։ Դիմումը կկարդամ, հետագա ծրագրերը, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան խոսալ։ Նաև պետք է մի հատ ծանոթանալցի եւ ուզմել օրենքարկել։ Հիմա օրենքարկելում են, որ այդ ոսկեված երեխեն չաբրի տեղ չունենա, պարոն Թաշինյան։ Եթե նոհայրն առեք, ես ինչ չեմ պահանջեցի, կողարել է, այդքան քառակուսի չտասնի վրեն ապրի, այդ հողի որ իրավոքն են ձևը, ու այսքան է, ընդամենը այսքան քառակուսի է։ Պետական ծրագրերի շրջանակներում շատ հասնում է։ Եթե պիտի չգեք, այտենց իմ երեխուն է ձև անտեսեք ես մեկ ու չաներես, մարդիկ իրացերը խեցնով հաջեկի արանցային, չգրգին կռիվ, բայց իմ երեխեն ամեն ինչին մասնակցի, այսօր այսքան հողի իրավունք չունեմ, Ունի իրավունք, բայց Հիմա չեմ։ Իմ հույսս դուք եք, մենք ձեզ ընտանիքով կոտիկունքին ենք եղել, ընտանիքով, ես հարգում ենք, ու գիտես, որ ես ասում եմ հարգանքով մնանք, խնդրում եմ ձեզ, Զախարյան Կարինը ինձ ճանաչում է պարոն քաղաքապետը, շատ սիրալի էին, շատ հարգալի հետ խոսացել է, պրոստը նավակ, որ 8 ամիս է Հարցերը տենց որ մի անգամից չեն լուծվում։ Պարոն Փաշինյան, ես եմ ավտական Առան, բայց վրաց միկրոֆոն կանի, շատ առանձին հարցը, ավելի լավ գրեք։ Բայց ուղիղ ես հետ ավելի լավ էլեկտրոնային պոստով կամ մեր գործընկերներից ինչ-որ մեկը կլսի, Տիկին Ղազարյանը ձեզ կլսի, ազգային ժողովի պատվարանը։ իրավ դեմ հակակարով։ Հոնდა թանգն է ապը։ Այո, դες տվեք։ Քանա շտավ։ Գախնի կապ մանցու։ Գլոկը կապու տարեկետինությունը ապնասմա ռեպրեսիաների նոր խոլասս է։ Բայց բանը զույգս կապույր ես ընդհանրեն այդ կարտերն էի բրնել, ինքը շուրհագլ կան։ Ստեղ բան կա, ինչ-որ կպած։ Չէ, գլխարկի վրա։ Արև ձեզ, ո՞ր։
Ուզենայի պարոն վարչապետի Սիմոն Ալենյանի Սիմոն Ալենյանի Սիմոն Ալենյանի Ապավակությունում անաչար։ Merci, chat. Բարի ազար բարի։ Չէ՞ ջոգ յարա։ Չէ՞ ջոգ են դու։ Դու Փաշինյանը կաշատա։ Ձեզ բարև ենք Ոնց է։
Աշան լավ տեսականնի ունեք։ Բարև ձեզ։ Ավեք պարոն Քաշին։ Փակաստ, այս ո՞ր արտադրությունն է ներդրված, հա։ Այո։ Գրական։ Հիմնականում քինական։ Այս ո՞ր Արմենիա, բայց Արմենիա։ Լավ է, հաջողություն ձեր գործել։ Շնորհակալ եմ։ Այսօր իսկ տեսականի Տվյալները գազ կտնեք։ Ալեն։ Անցուն չկա մրած։ Բավուր ավտոբուսում է։ Նորմալ։ Եթե վերջնացում ընդհանրեն են գալու, Դե գնա։ Ինչի մասին է նավակը։ Ինչի մասին է։ Բادرամարը եկել են, որտեղ պատասխանած նամակ կա, բանց տեղում վերցնենք պատասխան։ Ինչի մասին է զլասի։ Ոթափկեղով Իվանդին փոխհատուցում չտվեցին, որ իրանք գումարը կուտականից փակել բանկի բանկեր, որը առաջացել են բուժման հետևանքով։ Դե չգիտեմ, պարտավոր մտին, հա։ 8 տարի առաջ։ Կառավարության նախարարությունից հանձնաժողով է եկել։ Հաստատություններ կարող։ Բայց եթե օրենքի րոպե, եթե օրենքով հասնը չի կարա հետ չկա։ Այդպիսի օրենք չկա, այդքան չորոք կարգի հապ։ Դե որ օրենք չկա, բա առանց օրենքի ո՞նց անում։ Հիմա իջնում ներքև, ամենը վերել։ Եկա։ Ամենը։ Չնայած ուշանում ենք, բայց էս ալգում։ Այս կողմից առաջի մոտ երրորդ հարկ։ Ոսա։ Որ հարկ է։
Այո, բաղից ես եմ հանցել։ Ինչ եկեք։ Մենք ձեզ տեսնեինք։ Այստեղ։ Բարև ձեզ։ Անցեք նստեք։ Համեցեք։ Բայց մենք եթերը միացած։ Ոչ մի խնդիր չկա, պարոն։ Ինչ է հազում։ Ոչինչ, ես եմ անում։ Ասեք թե տեսնենք։ Ասեմ, ես պարոն Փաշինյան։ Տիկին Ավանեսյան։ Որոսյանն է թուղթ։ Համեցեք նստեք։ Սա ուրախ եմ որ եկել եք։ Համեցեք։ Կներեք իհարկե, ուղղակի ես Դրանք ինչ է։ չէի ուզենա այսպես ստացնել մեր հանդիպումը, անկեղծ։ Բայց ինչ կա, տան խոտ։ Նստեք պարոն։ Նստեք, խնդրեմ։ Ոչինչ որ ես կարող եմ։ Իհարկե, նստեք։ Հա։ Ուրեմն ես ինքս անցել եմ Խաչկեղով հիվանդության փուլ, վիրահատություն, ճառագայթային ախտահարել։ Բա սկսենք լավ Լավ նորություններ։ նորություն է ինքան հողա, լավ որ փառք ասու, շնորհակալ եմ բժիշկներից եւ այլից, բայց այս համակարգը շատ կիսատ է։ Իրոք է, բայց բուժման ընթացքում դուք լիքը բաներ պետպասվերով արել, ճիշտ է։ Այս ժամանակ ես հավաքել եմ մեծ Չէ, պահ, մի րոպե, սպասեք, մի րոպե։ ես 15 թվականին եմ վիրահատվել, 15 թվականին վիրահատվել եմ, անցել եմ ճառագայթային քիմիոթերապիա, 4 կուրս, այդ թղթերը բոլորը կա, ձեր նամակներում էլ կար, այն ժամանակ Տիկին Աննայի ֆոնդին էլ էի գրել, սոցիալ-նախարարություն էլ էի գրել, կուտակայինում էլ էի գրել, որովհետև ունեմ կուտակայինում ահռելի մեծ գումար, որ կարող էի այդ փողով ես փագեի իմ հավաքված պարտքերը, ես ինքս ամուսնացած եմ երեխա ընտանիքն եմ, իմ եղբայրները ինձ սպառում են, սաղ բայց նա պարտական չէին, որ իմ այդ ամբողջ ահռելի կորացած գումարը որ մամա բավականին լուրջ կանեն ու այդ կարգի հիվանդների համար ավելի մեծ աջակցությունը նախարարինը, որպեսզի հիվանդը մոռանա իր այդ գումարային այդ հոգեկան ապրումները ու դրա հետ մեկտեղ ես ունեի խնդիր, որ պիտի աշխատեի ու փորձեի փակել։ Տունը գրավի տակ էինք դրել, որ կարողանայինք, հա, այս տունը, որ կարողանայինք այդ հարցերը լուծեինք, փառք ասու լուծեցինք եւ այլն ու մնաց այդպիսի վիճակ, որ երբ որ ես աշխատանք չունեի քիմիոթերապիա եւ այդ բուժումից հետո մարդը այդքան էլ առողջական լավ վիճակում չի լինում ու ժամանակ եկել, որպեսզի ես աշխատանք գտնեի։ Այս ժամանակ ես չէի աշխատում, բայց ունեի կուտակային ֆոնդում մոտ $7,000 ծավալ փող։ Հիմա էլ ունի։ Համարյա Որ կոմբինա, գիտեք, որ հա, գիտեմ, հարավ անգամ դիմել է, ահագին է, նես Բայց հիմա կարգավորում եմ, ուրեմն ահագին, տեսեք, ես կարդացի, Ակներեք, էլի որ դեպքեր, ման հիվանդությունների կոնկրետ ցանկ կա, որը որ հիվանդությունների պարոն Թորոսյան, ես որը եմ մենք գնահատում ենք ապուդեյով, եթե համապատասխանում է, շատ ներողություն։ Ես պատմեմ, Բայց ինչի մի միջով որ կարող ես եք եմ նորից նայել, ճիշտ է, Հիմա կասեք, ես այն ժամանակը դիմեցի, սոցիալ դիմեցի, ինձ պատուհանից դուրս շպրտեցին, ասին պետք է պատուհանից, դիմել այդպիսի օրենք չունենք, բայց ես կարդացել էի կուտակայինի, ես օրենքները բավականին շատ ուսումնասիրած մարդ կարդացել եմ, որ Խաչկեղով հիվանդության դեպքում որոշ կետերում տրամադրվում է։ Ու երբ որ ես աշխատանք չունեի, այդ օրենքներն էլ որ հիմա կիրառում եք, շատ լավ եք անում, որ կուտակայինի գումարը հետո տալու են իրանց ընտանիքներին, բայց հաշվի առեք, որ մարդիկ կան, որոնք ընտանիք չունեն։ Օրինակ ես մենակ Ավչյան։ Տիկին Ավչյան, տեսեք, նախարարը ասեց, որ կա հիվանդությունների կոնկրետ ցանկ։ Հիմա մենք ինչ կանենք, քանի որ ես էլ ասեցի, կես կատագորը կենենք տենենք, ինչ չպատասխանենք, դիմում կապատասխանենք։ Հիմա կնայենք, եթե, բայց ուղղակի եկեք մի բան պայմանավորվենք, եթե օրենքի կարգավորումը հենց դի որ չեն կարող տան, դե չեն կարող։ Օրենքում գրած էր, որ Խաչկեղով հիվանդ դեպքում հանձնաժողով ստեղծեց, ինչ էին ստեղծում։ Այդ երբ որ թվին։ Եվ 18 թվականին։ Ես զանգեցի սոցիալ, զանգեցի առողջապահություն։ Իմ հաստատավորությունը այն է, որ օրենքի կարգավորումը եթե թույլ տալ, որ վերադարձնեն, վերադարձնեն։ Օրենքի կարգավորումը թույլ չկա։ Օրենքի մեջ գրած է, նույնիսկ հիվանդանոցից էին ներկայացուցիչներ ներկա, որ գրած է, որ
քաղցկեղով հիվանդ, ինվազիվ, այսինքն 4-րդ կարգ։ Եթե մարդ չունի 4-րդ կարգի հիվանդություն, չէ, սենց հասկանամ։ Եկեք ինձ մի հատ լսեք, ես շատ ուղղակի այս 8 տարի ես մեռա դռները ծեծելով, ես մեռա պատուհան, ես ինքս աշխատող եմ, նեշի, հիմա էլ աշխատանք չունեմ, բայց այդ ժամանակավորը այնպես չի։ Ուզում եմ ասել, պետք չի մարդուն թողել այն վիճակում, օրենքը գնում են, որպեսզի մարդու կյանքը հեշտացնեն։ Օրենքը չեն գնում մենակ հարկեր ահավաքել մարդուն գցեն նրա ապրումների մեջ, որ ինքը չիմանա հաջորդ ամսվա հաջորդ որտեղից համուծելու, որը առաջացել է ոչ ռեստորաններում ուտել խմելուց, այլ ընդհանրապես առողջության հետ կապված հարցեր լուծելուց։ Ես ընդունում եմ, որ բավականին մեծ փոփոխություններ ա եղել, ես ինքս ուսումնասիրել եմ, որտեղ հիմա էլ այդ խնդիրը ունեմ, որ ես վարձով եմ ապրում այս տանը, ունեմ գումար, որը իմ ժառանգությունից ինձ մնացած փայ է, բայց դա չի հերիքում, եւ ունեմ $20,000 կուտակայինում այսօր, բայց ես չեմ կարող ինձ բնակության հարց լուծեմ, որովհետեւ այդ կասեն, մտածում եմ, որ գնամ դիմել, կասեն այդպիսի բան չկա գրած, $20,000 կտանք 65 տարեկանդ լրանալուց, երբ որ ես հանձնաժողովին հարց տվեցի, այս իմ փաստաթղթերն է, ես բուժում եմ անցել, առողջապահության նախարարության ներկայացուցիչին ասի, հիմա ես 40 տարեկան եմ, հարց եմ տալի, դուք երաշխավորում եք, որ ես 65 տարի կապ կլինեմ, կապրեմ ու դուք ինձ դրանից հետո արժանապատիվ թոշակ կտա, ասում է չէ, ոչ ոք չեն կարող երաշխավորել, բայց հիմա ես քրեքաշ ապրում եմ, ես հարաբերական Սպասեմ ինչ է 65-ը զգա, ես կարողանամ ապրել, պարոն Աշինյան, կներեք, միգուցե սխալ եմ արտահայտում, ովքեր եմ արտահայտում, բայց այդ կատեգորիայի հիվանդներին պետք է ուրիշ աչքով նայել։ Չպետք չի ստեղծել, ինձ պետք չի, որ ես $20,000 սորում իմ հաշվին, ու ես այսօր մտածեմ որտեղից կուրս չանեմ, որտեղ ռեզյումե ուղարկեմ, որ բացարձակ բանի տեղ չդեմ։ Բոլորը ունենալ փոխարեն։ Ես հասկանում եմ դա, ես ընդունում եմ դա այդ փողը։ Բոլորը ունենան փողը, ես եմ ունենան Ես հասկանում եմ, բայց դուք իմ նման հիվանդության միջով աստված չանի, չեք անցել։ Ես իհարկե ձեզ եմ ցանկանում առողջություն։ Այո, առողջություն բոլորին Հիմա ընթացքում ուզում եմ, ես ցանկանում եմ կարող հենց հիմա նույնիսկ կարողանամ որ դեպքերում ա, բայց մասնագետները գնահատում են յուրաքանչյուր կողմ։ Հա, ինձ ասացին դուք չեք գնացել, դուք պետք է գնաք շաքար ունենալ, ինչ-որ բան մենք ռեստորանի փող չէի ուզում։ Եթե մենք ինչ-որ բան սխալենք, պետական բան։ Ես խնդրում եմ, ասում եք փոխանցեք։ Մենք կարող ենք նորից գնահատել ամբողջությամբ որ Հիմա ես էլ չեմ գնում բժշկի։ Ոչ միտեղ չեմ գնում, որովհետեւ չունեմ այդ գումարը, չեմ էլ ուզում գնալ, որովհետեւ Այդ կուտակային համակարգի ամբողջ իմաստն է, եթե որ հետո լավ ապրեն։ Չէ, մի րոպե։ Հետո որ թոշակի համար գումար կուտակվի, թոշակի համար գումար կուտակվի։ Դրա համար համակարգը կառուցված անեն, որ բոլորը կուզենան, բոլոր առիթներով իրանց գումարները հետ վերցնեն։ Ես ընդունում եմ, որ կան առանձնացում։ Ես չեմ ուզել, ասել եմ վարկս փակեք, հանգիստ չեմ։ Մի րոպե, ինչ տարբերություն կա։ Դրա համար հենց կուտակման իմաստն է, որ եթե շատ Ծայրահեղ ինչ-որ։ Բայց ծայրահեղը համարվում է մարդը մահամերձ է։ Չորրորդ կարգի, բայց եթե մարդը ամեն ինչով անցել է։ Օրենքը ընդունվում է այն պահին, երբ որ ձեր դեպքը դեռ չկա։ Ձեր դեպքը դեռ չկա։ Օրենքը ընդունվում է, դուք գնում եք դիմում եք, պաշտոնյան նայում է։ Ձեր դեպքը այդ օրենքով գրածին համապատասխանում է, թե չէ։ Եթե համապատասխանում է, տալիս է, եթե չի համապատասխանում, չի տալիս։ Այսպիսի դեպքեր չենք ունեցել։ Այսինքն միայնակ մարդը որին ընտանիքը կարա չպակա Հիմա տեսեք, մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք ձեր դեպքը նորից վերանայել, եթե պիտի տային եւ չեն տվել, դա կարելի է ուղղել, բայց եթե օրենքի կարգավորումն անեց, որը ձեզ համար չի միայն ընդունվել, կարգավորումը Պաշտոնյան, ով որ ստորագրի, որ ես փողը տամ, հետո այդ մարդը ինքը խնդրի առաջ կկանգնի։ Հասկանում եք, օրենքը միշտ էլ, հասկանում եք, օրենքը միշտ էլ ունի սահման։ Կա սահման, այս sense սահմանը գծած է, եւ միշտ ինչ որ մի հատ դեպք կա, որ այդ սահմանի եզրին է, մի միլիմետր է հեռու այդ սահմանի։ Ամենայն հարգանքով ես հասկանում եմ ձեր վրթովմունքներ, հուզմունքներ, ցավներ, բայց եթե տենք չլինի, այդ կուտակային համակարգը չի կարող։ Ես հասկանում եմ, ես այն ժամանակ ժողովի ժամանակ հանձնաժողովին ասել եմ, որ 20 հոգանոց է, շատ լավ անունները չգիտեմ, բայց բոլորին հիշում եմ, բոլոր տեղերի, որովհետև անմիջապես դիմել է, որտեղ գնացել է սոցիալ, ասել են դիմել առողջապահության նախարար, գնացել են առողջապահություն, ասել են գնացել կուտակային ֆոնդ դիմել, գնացել այդպես
ամբողջ մի ամիս ես այդ կարգավիճակով ճառագայթ ստացած խուրսս հիմա հանգի ժամանակ 120-ը խփում այդ ճառագայթ այդ քիմիաթերապիայից հետո է։ Մայթեք ձևակերպեք։ Չէ, ուզում եմ ասեմ բոլոր հանձնաժողովի անդամների ներկայության դեպքում ես ասեցի, ես ապրելու գումար չեմ ուզում։ Ես ուզում եմ որ հնարավորինս այդտեղ գրած է, չէ՞, վարկը փակեք, երբ որ մարդիկ չունեն, հետո կաշխատեմ էլ այդ ինպուտակայնում ավելանալու է, չէ՞, վերջի հավաշվով։ Ին հավճան։ Այս այդ հանձնաժողովի մասնակցել մեծ մասը բժիշկ են, չէ՞։ Ես չեմ անդամակրել։ Իրանք գնահատում են զուտ առողջության համապատասխանությունը այս բանին, որ ստեղ գրած։ Վարկի համապատասխանությունը չէ, Չէ, վարկը չէ, իրանք զուտ ասեցին, դուք այդ կարգավիճակում չեք գտնվում։ դուք այդ կարգավիճակում չեք գտնվում, բա ոնց այն է։ Ես էլ ասում եմ, որ կարգավիճակում 4-րդ կարգա, եթե լինեմ քաղաքելով Իվան 4-րդ դասի, որ էլ ինձ ընդհանրապես պետք չէ ներկում։ Ես էլ եկեք մի բան հասկանում։ Այդ կարգավորումը ընդունվել է միջև ձեր դեպքը։ Այսինքն օրենքը ընդունվել է տենց։ Ես ուզում եմ, ես նույնիսկ մի անգամ գրել եմ, որ այս հարցը բարձրաձայնում եմ, ուզենալով, որ այն մարդիկ, որոնք գտնվել են կարգավիճակում, հետո այդ ապրումների մեջ չընկնեն, որը որ ես եմ դրա համար մենք առողջության ապահովության համակարգ ենք ներդրել, որ նրանք ովքեր ձեր վիճակում Աստված չանի, էլ այդ դեպքերը չընկնեն, որովհետև ծախսի մեծ մասը, եթե ոչ բոլորը կառավարությունը պետական բյուջեն ծածկում է։ Հիմա էլ եմ ասում, ձեր ներողություն։ Հիմա որպեսզի ամփոփեմ, ձեր դեպքը նորից կնայենք, բայց եթե օրենքի կարգավորումը տենց է, որ չի ասում, մենք ուզենանք էլ չենք կարող փոխել։ Հիմա ներողություն, հետին թվով փոխենք էլ էլի չենք կարող։ Ես խնդիր չունեմ, ես հիմա էլ ասում եմ, օրենքները գրում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այդ կուտակային ֆոնդում դուք չեք, ովքեր որ այդ օրենքը գրում են, գրել են մարդու մահից հետո գումարը փոխածա իր ժառանգներ։ Ես հիմա ժառանգ չունեմ, հարց եմ տալու, չեմ ուզում որ ինձանից հետո, որովհետև այդ ֆոնդը նրա համար է, որ երբ որ մարդու թոշակային տարիքը դրան է, ինքը թոշակ գումար ունենա ապրելու համար, որովհետև հիմա եթե թողենք, բոլոր ես էլ կարամ մի կարիք կլինի, ասեմ իմ փողը հետ կրեմ։ Ես չեմ ուզում դրա համար։ Պարոն վարչապետ, հենց ամենակարևորն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն երեխաներ, ավելի անկախ լինեն հենց այդ տարիքում։ Ես հիմա ոչ աշխատանք եմ կարում գտնեմ, բարձրագույն կրթություն ունեմ, նենց չի, որ չեմ աշխատել, ես գինեգործ եմ տարբեր գործարաններում եմ աշխատել, ամիսներով աշխատավարձ չեն տվել դրա համար դուրս եմ եկել, որովհետև 3 ամիսը մեկ, 4 ամիսը մեկ աշխատավարձ եմ ստացել։ Չեմ ուզում եմ հարցին լուծում տանք, ուզում եմ որ թեկուզ այն հարցը, որ ես այսօր ունեմ խնդիր, բայց բնակության բան չունեմ, ես այսօր վարձով եմ ապրում իմ այս տանը, իմ հայրական տունը ստիպված վաճառել են, առանձնացել են եղբորս հետ, ես վարձով եմ ապրում, ես աշխատանք հիմա չունեմ, ես չեմ ուզում ինձ աշխատանք տալ, ես տարբեր տեղեր ռեզումենելու ես ուզում էի, որ իմ այդ հիվանդությունով մարդկանց, որոնք չունեն ժառանգներ, նրանց հարցը լուծվի, որոնք ոնց բացատրեմ, ես գումարը տային, դու գայիք հասնեիք կենսաթոշակ։ Ես հիմա էլ եթե դիմեմ, հա։ Ուզես կենսաթոշակ չտային, դա ավելի ճիշտ է։ Իսկ լավ է, որ ես 40 տարեկանից քրքաշ 14 ժամով աշխատել եմ, որ ապրեմ, վարկս փակեմ, չգիտեմ, իմ գոյատներս նկարեմ։ Ես աշխատել եմ, շատ լավ եմ աշխատել, իմ ոլորտում շատ լավ ճանաչում եմ, պարոն Փաշինյան, ես գլուխ չեմ գովում, բայց ես այն մարդկանցից չեմ, որ գնամ, չգիտեմ, ոնց բացատրեմ, ես ուզում եմ, որ օրենքը հստակ լինի հիվանդների համար, հստակը այն դեպքում, եթե մարդիկ ժառանգ չունեն, ինձ թուղթ ասում է, դուք որ սոցիալի նախարարության ներկայացուցիչ ասում է, դուք որտեղից այս ինֆորմացիան եք տիրապետում, կարդացել եմ օրենքը։ Իրանց թվում է, թե այսինքն այդ մասից այն կողմ բոլոր անգրագետները չեմ հասկանում։ Եկեք ամփոփենք մեր խոսակցությունը հետևյալ կերպ։ Մենք ձեր դեպքը նորից կնայենք, եթե օրենքի խախտումը թույլ տրվել եւ ձեզ օրենքի խախտումով չեն տվել այդ գումարը, դա լուծվող հարց է, բայց եթե օրենքը կարգավորված է, հիմա այդ հարցը լուծում չունի, ես չեմ կարող ձեզ խաբել, այդ հարցը լուծում չունի, որովհետեւ միջև ձեր դեպքը առաջանալ, այդ օրենքը տենց ընդունվել է։ Եվ ասում են դրա տրամաբանությունն է, որ մարդիկ հասնեն 65 տարեկան, թոշակի գումար ունենան, բազային թոշակը ինչքան մենք դնում ենք, մի հատ դրա վրա ավելանա։ Բայց ես հարց եմ տալ առողջապահության նախարարությանը 4-րդ կարգի Աստված չանա։ Քաղց եղող հիվանդը, որը 36 տարեկանում անցել է այդ փուլը,
Դուք երաշխավոր կուրինքը կհասնի 65, հետո կստանա արժանապատի թոշակ։ Ասել եմ ոչ, ասել եմ այդ փողը իմ ինչին է պետք, եթե այսօր ես աշխատանք չունեմ, ապրելակերպ չունեմ։ Ոնց եմ անում։ Ուսերը բոլորը Չէ, բայց դա դրա համար 65 տարեկանից հետոյի համար նախատեսված գումարն է։ Այդ գումարը աշխատում է տոկոս է գալիս, ձեր տոկոսի վրա տոկոս ավելանում, որ 65 տարեկան դա կոչվում է կൂട്ടակային կենսաթոշակային համակարգ։ Ինչ ասել եմ։ Եվ ներողություն, օրենքով սահմանված դեպքերը կա, թե որ դեպքում է տրվում մարդու։ Հա, քաղցկեղով հիվանդ, ինվազիվ, չգիտեմ ինչ, այսինքն այն որ այլևս այդ մարդու ապրելը մանր կամ աստիճանաբար հավասարված է։ Հիմա ձեր պնդում ինչ է, որ օրենքով ձեզ անցնում էր, չեն տվել։ Ես ասում եմ, որ ինձ չեն տվել, նաև ինձ պատշաճ վերաբերվում, երբ որ ես դիմել եմ պետական ատյան, այդ ոչ մի չեմ ուզել հատուկ ուզել եմ իմ հարցին նորմալ Տիկինա, ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Այո, ինձ հասնում է, օրենքը իսատա գրած, որովհետև գոյություն ունեն մարդիկ Հայաստանում, որոնք ժառանգ Տիկինա, հիմա եթե ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, մենք կնայենք, եթե օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, դա ուղղելի է։ Եթե հասնում է, բայց կարող է պարտի, որ օրենքով չեն հասնում, չեն տվել։ Ինչքան էլ դա կարա լավ չհնչի, անարդար հնչի եւ այլն, բայց դա ձեզ համար ձեր դեմ չի արված, այլ դա օրենքի կարգավորումը, պաշտոնյան չի կարող հասնել օրենքի, անցնել օրենքի կարգավորումը, որովհետեւ եթե անցնի, վաղը իր դեմ քրեական գործ կհարուցեն, կտանեն, կդատեն, կասեն դու իրավունք չունես սա։ Սրա մասին է ամենաճիշտ տարբերակը։ Եկեք մենք ներողություն ենք խնդրում ձեր ապօրինների համար։ Իմ ապօրինները արդեն 15 թվականից են։ Հա, բայց ներողություն ենք խնդրում ներխուժելու համար, բայց կնայենք, եթե օրենքով սխալ է տեղի Նայեք, որ ուրիշ հիվանդներ այդ ապրումների մեջ չունեն։ Ցանկացած, գիտեք, ապրումը մեծ չի խնդիր, բայց էլի է։ Չէ, ապրումը մեջ է։ Ապրումը ապրում, բայց օրենքի կարգավորումը օրենքի կարգավորում։ Իհարկե։ Օրենքները գրում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այո, բայց մի մարդը հենց այդ ենք ասում, որ երբ որ այդ օրենքը չլինի, 65 տարեկանից հետո այդ մարդկանց կյանքը չի հեշտանա, այս Ես 40 տարեկանում չեմ ապրել, 65-ից ապրել լավ պետք չէ։ Տիկինա, հիմա ասեք ինչ ան։ Երևույթ ոչ մի բան։ Գնացինք ստեսություն։ Մեզ մտեք։ Չի արդեն դուրս ենք գիտել։ Այս ձեր տունն է։ Ողջույն եմ միացիս։ Եկել եմ որ ապրիլի 24-ին հիշնում էիք թերթը ձեռքս։ Հա, եղբայր։ Ուզեմ ասեմ, միշտ ձեռքը խիրով է։ Շնորհակալ հաջողություն։ Լավ եղբայր։ Մի հատ նկարենք Հաճույքով։ Կգաս, բայց ինքը ուզում է։ Կգաս իմ մոտ։ Այս սենց կանգնենք նկարվենք։ Մի հատ նայ։ Լավ։ Մի հատ էլ մեզ նկարեք։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ։ Իհարկե կարելի է։ Բարեկել ենք ձեզ բարև ենք։ Ոնց եք։ Լավ եք։ Բարև։ Հաճույքով։ Մի քանի հատ, հա։ քանի հատ, լավ, հերվի։ Ձեզ լավ եմ նկարում։ Շատ շնորհակալություն։
Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ շատ։ Լավ եմ, ցավություն։ Հա։ Շատ ապրե։ Իհարկե։ Ես իրան եմ։ Հաջան։ Ոնց անենք, որ ինձ 2 րոպեով հնարավորություն ունի։ Բարև ձեզ։ Դուք ինձ ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Բազմաթիվ անգամ դիմումներ ունենք ձեզ։ Բայց մենք հանդիպել ենք, չէ՞։ Հանդիպել ենք 22 թվականին, վերջին անգամ։ Ձեր հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով մեր քրեական գործերի ուսումնասիրելու համար։ Այո։ Ուսումնասիրեցին շատ լավ, մենք գոհ մնացինք դրանից։ Բայց դրանից հետո ոչինչ չի արվում։ Հիմա հերթով արդեն գործերը կարճվում է։ 2 քրեական գործ մեր ծնողներից, 5 քրեական գործից, 2-ը արդեն Բայց դատարանել է ուղարկվել։ Մեր գործը դատարանում է, էլի նորից ինքնասպանության հասցնելով, այդ մի տղային, որ ինքնասպանության իբր հասցրել է իմ երեխուն, բայց տենց բան չկա, սպանել են, դուք էլ լավ գիտեք, որովհետև այն ժամանակ որ Ես լավ չգիտեմ, որովհետև քննության մանրամասներին չեմ տիրապետում։ Քննության մանրամասները չգիտեք, բայց ինչի եմ ասում դուք լավ գիտեք, պարոն Փաշինյան, որովհետև այն ժամանակ որ Աննա Վարդապետյանը մեր 5 քրեական գործը ձեզ ներկայացնում էր, ինքը ասեց ձեզ, որ այս մայրերը ճիշտ են, այս քրեական գործերը պետք է վերավորակում ստանան։ Այո, դուք ներկա եք։ Ինքը ասել է, որ այդ քրեական գործերը կնայվեն, այս վերջերս էլ մենք խոսել ենք, որոշները ուղարկվել են դատարան եւ որոշներով էլ շարունակվում է, բայց ելի եմ ասում, մենք այսօր քննությունը կամ դատախազությունը քննությունը սխալ անելու որևէ մոտիվացիա չունի։ Քննությունը իրականացվում է փաստերի հիման վրա, փաստերը ինչպիսին են, այնպիսին էլ կլինի։ Մի վարքյան, դուք երևի լավ տեղյակ չեք։ Իմ տղայի գործը հիմա դատարանում է։ Ես այդ դատավարությունը չեմ ընդունում, որովհետև ասում են ինքնասպանության հասցնելով մի զինվորի են դատում։ Ներողություն, որ այդ երբ է գնացել դատարան։ Մի րոպե, երբ է գնացել դատարան։ Երբ է գնացել։ Հիմա չեմ կարող։ Չէ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Մի րոպե կներեք, մի րոպե կներեք, մի րոպե։ Դա նշանակում է, որ մեր հանդիպումից հետո քննությունը բացվել է, քննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան։ Հիմա դատարանում ինչ եզրակացության կգան։ Ես այլ տեղանել չունեմ։ Եզրակացության կգան։ Նախապես արդեն գիտեմ։ Ասում եմ, երբ որ այդ տղային Ռուսաստանից ռոզիսկ են տվել, հետախուզում են հայտարարել, Ռուսաստանը չի տալիս։ Նանա Մուրադյան։ Տիկին Մուրադյան։ Մենք պայմանավորվել ենք, որ գործը կհետաքննվի, կուղարկվի դատարան։ Գործը հետաքննվել է, ուղարկվել է դատարան։ Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունենք։ Ուզում ենք մեզ ընդունեք 5 ծնողից, 4 ծնողից արդեն։ 4 ծնողից մեզ ընդունեք, նստենք քննարկենք։ Դուք մեզ ասում եք, ես ընդունել եմ դες, մի րոպե կներեք։ Դուք մեզ ասում եք, ես եմ ու դուք եք, ոչ մեկից գործ չունեք։ Չէ, մի րոպե կներեք, ես ձեզ ընդունել եմ կառավարության շենքում։ Այո, քանի անգամ։ 22 թվականին, որովհետև այն ժամանակ տենց պայմանավորվեցին, որ ամեն գործ ուսումնասիրելուց հետո ձեզ պիտի ներկայացնի։ Հիմա գործ ուսումնասիրվել է, ուղարկվել է դատարան։ Թողեք դատարանում գնա, ես էլ բան դատարանում գիտեք ինչ են ասում։ Ասում եմ, երբ որ այդ տղուն լավ ինքնասպանության հասցնելով դատեցի, ինչ ալինելու ասում եմ, երբ որ Հայաստան կգա, այդ ժամանակ այդ տղային կդատեն, չի գա էդի Հայաստան։ Ինչ անենք ուրիշ։ Բա ես ինչ գլխի քարին տամ իմ գլուխը։ Մարտի 15-16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարին տամ իմ գլուխը ասեք։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Ինչ պիտի անենք։ Ներողություն։ Ինքը չի, քննիչին բերեք, դատախազին բերեք, դատեք։ Գլխավոր դատախազը ասում են ընդունել, չի ընդունում մեզ։ Տիկին Մուրադյան, մի րոպե, Վարդապետյան ձեզ քանի անգամ ընդունել։ Չի ընդունել մեզ ընդհանրապես։ Իմ ներկայությամբ բա ընդունել։ Մի րոպե, մարդը ուրիշ երկրում, մարդ ուրիշ երկրում, դրա համար ընդհանրակարգ կա։ Պետք է հետախուզում հայտարարեն, դիմեն, էս անեն, իրավական, բա ուրիշ ինչ անեն։ Հետախուզումը չեն տվել, Ռուսաստանը չի ներազգում, ասում ինքը բաղի ուրիշ ինչ անեն, կա իրավական ընդհանրակարգ։ Մենակ ինքը չի, բերեք քննիչին, դատախազին, դատեք, Տիկին Մուրադյան, մի րոպե։ Հետականքներին։ Մենք հանդիպել ենք, մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան։ Գործը քննվել է, ուղարկել դատարան։ Հիմա դատարանում պետք է որոշվի։ Ինձ հանդիպեք, չհանդիպեք, ենա հանդիպում եք։ Ես չեմ կարող ոչի բան անել։ Դա արդեն դատական ատյանի խնդիրն է, պետք է հետախուզում։ Չեք ուզում ձեզ ներկայացնեք մանրամասը, սենց Ինչ որ
որ դուք տեսնեք Ինձ որ մանրամասն այս երկրում, որ ոչինչ չի կատարվում այս երկրում։ Դատական այդ համակարգը ոչինչ չի անում։ Գործը գնացել է դատարան, գնացել է դատարան գործը, բայց ինչ ձևի է գնացել։ Ես ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է։ Միատ ասեք, ես ինչ պետք է անեմ։ Սպանության գործերը պետք է վերավորակում ստանան հոդվածները փոխել։ Հարգելիս, որտեղ իմերական չի եղել, հարգելիս։ Փաստերը կա։ Գործը վերավորակվում է փաստական հիմքի վրա։ Այո։ Ես դատական փաստական հիմքն էլ այդ որ ուսումնասիրեցին ձեր հանձնարարությամբ մեր քրեական գործերը ուսումնասիրեցին եւ ուղարկեցին դատական։ Պետյանը, որը որ հիմա գլխավոր դատախազ է եւ այն ժամանակ ձեր հանձնարարությամբ եւ ինքը եղել է այդ խմբի, որ ուսումնասիրել են ղեկավարը, առանց իր ստորակ իմանալու մի հատ կետ, մի հատ ստորակը չի դրվել, որ նոր այդ հարգելիս տեսեք, գործը ուղարկվել է դատարան, դատանում պետքա քննվի, ես ուրիշ բան չեմ քննվի, էլի քննվի, բայց կներեք, ես այն ինչ որ խոստացել եմ արվել է, հիմա դատանը կքննվի։ Դուք մեզ չեք կարող ընդունեք։ Ես դες կարող ընդունեմ, ես դες կարող ընդունեմ, բայց ընդունեք, մենք նստենք քննարկենք այս հարցը։ Բայց ես ուրիշ բան ձեզ ներողություն եմ։ Ներողություն եմ խնդրում, բայց ընդունեմ, մեկը ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարող ասել։ Դուք լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ ա Հարգելիս, ես ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել է, բացվել է, ուղարկվել է դատարան։ Հիմա դատական իշխանությունը իր գործը պետք է անի։ Քանի գործը քննվում է առավել եւս ոչ մեկ ոչ մի բան չի կարանի։ Գործը պետքա դատանում քննվի։ Հաջան։ Հաջան։ Եկեք։ Բարև ձեզ։ Ո՞վ է նկար։ Լավ է։ Իրատեսական չի։ Հիմա ինչի՞։ Կարած գրես էլեկտրոնային փոստով էլ։ Կարոն բերեմ նամակը գցեմ։ Քեն բարև։ Լավ է։ Լավ։ Գյումրիում ֆեստիվալի ժամանակ ուրախ եմ սա։ Սենց ոտի վրա չենք կարելու ժամանակի էլեկտրոնային փոստով գրի ինձ։ Հետո թողստել լեզի ներգրավեն այս ընտրական այս կամպանիաների մեջ, որ մենք ստե լուրջ բաներ կարենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ձեզ հարց ունեմ ծառայողականի հետ։ Ինչ ծառայողական։ Ես պատերազմի մասնակից եմ եղել։ Իմ արձակուրդայինները գրել են։ 52-258 օրամասը։ Ես դիմել եմ, ինձ ասեցին, որ դիմեմ պարոն Պապիկյանին, դիմել եմ ու այդ անպատասխան է մնացել։ Ինչն անպատասխան մնացել։ Իմ տեղը գրեստորագրել են, որ ով է գրեստորագրել։ Չիմանամ։ Ոնց կարա տենց բան։ Հենց Ուրա պարոն Պապիկյանը, բարև։ Ես դիմել եմ, Պապիկյան, պարոն Պապիկյան, մի րոպե կմոտենաք։ Ստեղծարարության հետ կապված խնդիր կա։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Ինչ համերգ եղբայր։ Չգի, ապրիլին երևի։ Բարև, լավ եք։ Բարև։ Բարև։ Լավ, դուք լավ եք։ Նորից բարև, գնացինք։ Էլեկտրոնային փոստով ինչ կերեն, ոնց անեմ։ Հարցը ձևակերպի։ Ճանաչում եք իրան։ Այնինքն ճիշտ չի ասում, որ ինչ չի ճանաչում, ուղղակի լավ բան չարեց, որ տենց ասես։ Ով Որ դուք ասում եք չեմ ճանաչում, դուք Դե լավ բան չանեցիք։ Մի հատ լսի իրան, էլի։ Համայնքի ղեկավարը կրկես։ Ես իրան ճանաչում եմ, դու իր Եղբայր, բա ինչ ես ուզում։ Տանիքի ետել եմ մոտիկ այդ ցավը։ Դե բա ինչ անեմ ես ասա, ինչ անեմ։ Դե գրի մի բան ասա, դե բան չես ասում, ինչ ես ուզում։ Մե առողջ չի, էլի։ Դե գրի ասում եմ, գրի։ Անձամ ես կարդում եմ, գրի։ Չէ, թղթի նամակով չի լինելու։ Ուղիղ գրի ինձ, էլեկտրոնային փոստ գրել գիտես։ Աշխատեմ Facebook-ի էջում գրած է այդ հասցենի հասցեով գրի։ Ստեփան։ Բարի։ Ոնց է։ Լավ, եղբայր։ Էլի գրաֆիկից հետ մնացինք, հա։ Ինչ գրաֆիկ։ Շատ լավ, էս էլ մեր արմավիրի այցն էր, տեսակ։
Հեռախոս ստուր։